Հայկական մետաղադրամների պատմությունը սկսվում է մեր թվարկությունից առաջ 3-րդ դարից։ Հայկական առաջին դրամները հատել են ծոփքի թագավորները, Տիգրան Մեծի դրամներն ունեին յուրահատուկ հայկական թագ, իսկ հայերեն առաջին գրություններով մետաղադրամը թողարկվել է 11-րդ դարում։ Տիգրան Մեծի մետաղադրամները եզակի են նրանով, որ դրանց վրա պատկերված է հատուկ հայկական արքայական թագը, որը չի հանդիպում այլ երկրների անտիկ դրամներում։ Կիլիկիայի հայկական թագավորության դրամների վրա իշխանների դիմապատկերների փոխարեն հաճախ պատկերել են ռազմական խորհրդանիշներ, առյուծներ, խաչեր և նույնիսկ Հեթում արքային ու Զաբել թագուհուն ամբողջ հասակով։ Հին հայկական դրամների հարուստ նշանավոր հավաքածուները գտնվում են Հայաստանի պատմության թանգարանում։ Մետաղադրամների հավաքածու 1921 թվականին թանգարանի հիմնադրմանը հետևած սկզբնական շրջանում հին դրամները կազմել են թանգարանային առարկաների չնչին մասը։ Հաջորդ 10 տարիների ընթացքում կատարվել են դրամագիտական առաջին խոշոր ներարկումները։ 1922 թվականին Լալայանի ջանքերով Թբիլիսիից բերվել և թանգարանին են հանձնվել ժամանակին իր իսկ կողմից հիմնված Կովկասի հայոց ազգագրական ընկերության թանգարանի հարուստ նյութերը, որոնց թվում նաև դրամների արժեքավոր ժողովածու։ Նույն թվականին Երևան են տեղափոխվել Լազարյան ճեմարանի թանգարանային հավաքածուները, որոնց մի զգալի մասը կազմում էին հին դրամները։ 1926 թվականին թանգարան բերված Անիի հնադարանի նյութերի մեջ կային շուրջ 1700 դրամ։ Խոշոր համալրումների շարքից են նաև 1929-ից 1931 թվականներին թանգարան փոխադրված Էջմիածնի պետական թանգարանի դրամագիտական ժողովածուն և 1931 թվականին Հնությունների պահպանության կոմիտեի դրամագիտական նյութերը, կազմված հողային աշխատանքների ժամանակ կատարված պատահական դրամագյուտերից։ 1960-ից 1980-ական թվականներին Հայաստանի պատմության թանգարանը ունեցավ Կիլիկիայի հայկական թագավորության դրամների հրաշալի ժողովածուն։ 1930-ականներին Հայաստանում սկսվեցին հնագիտական սիստեմատիկ պեղումները։ Դվինի պեղումներից հայտնաբերված կամ Արշավախմբի կողմից շրջակա գյուղերի բնակիչներից հավաքած հարյուրավոր դրամները կազմեցին ֆոնդի միջնադարյան ժողովածուների կարևորագույն մասը։ Սրանց հետագայում ավելացան Գառնիի, ավելի ուշ Արտաշատի պեղումներից հայտնաբերված հելլենիստական, հռոմեական և միջնադարյան ժամանակաշրջանների դրամները։ Մետաղադրամների ֆոնդի զգալի մասը կազմում են գանձերը հայտնաբերված պատահականորեն, իսկ ավելի հազվադեպ հնագիտական պեղումների ընթացքում։ Հատկապես նշանավոր են Սառնակունքի հելլենիստական արծաթե դրամների, 1945 թվական Սիսիանի Սասանյան արծաթե դրամների, 1986 թվական Նորաշենի բյուզանդական ոսկե դրամների, 1979 թվական գանձերը։ Թղթադրամների ժողովածու Թղթադրամների և նամականիշների առաջին մեծաքանակ ժողովածուները ստացվել են 1920-ական թվականներին, երբ Պետական բանկը և Կենտրոնական փոստը շրջանառությունից դուրս եկած թղթադրամները և նամականիշները հանձնեցին Հայաստանի պատմության թանգարանին։ Թղթադրամների ժողովածուն ընդգրկում է բազմաթիվ երկրների թողարկումներ, որոնց մեջ հատկապես արժեքավոր են հայկական տարածքում 1918-ից 1922 թվականներին գործող տարբեր տերությունների և կառավարությունների վճարման միջոցները։ Նամականիշների ժողովածու Ժողովածուն ընդգրկում է Հայաստանի առաջին հանրապետության 1918-ից 1920 թվականների թողարկումները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նորագույն թողարկումները 1992 թվականից ի վեր։